Գիրք Մաղաքիա գլուխ առաջին Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին Մաղաքիայի ձեռովը Ես ձեզ սիրել եմ, ասում է Տերը, իսկ դուք ասում եք, ինչով ես սիրել մեզ։ Միթե Եսավը եղբայրը չէ Հակոբին, ասում է Տերը, և ես Հակոբին եմ սիրել։ Իսկ Եսավին ատել եմ, և նրա սարերը ամայի եմ արել, և նրա ժառանգությունը անապատի չագալներին եմ տվել։ Թեև Եդովն ասե, մենք կործանվեցանք, բայց դարձյալ պիտի շինենք ավերակները։ Զորացտերն էլ այսպես է ասում. նրանք կշինեն, բայց ես կքանդեմ, և նրանց կկոչեն անօրենության սահման, և մի ժողովուրդ, որի դեմ Տերը բարկացած է հավիտյան։ Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք էլ պիտի ասեք. մեծ է Տերը Իսրայելի սահմանից վեր։ Տղան իր հորը կմեծարե և ծառան իր տիրոջը։ Եթե ես էլ հայր եմ, ուր է իմ մեծարանքը, և եթե Տեր եմ ես, ուր է իմ երկյուղը, ասում է ձեզ զորած Տերը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում եք, թե ինչով ենք անարգում քո անունը։ Իմ սեղանի վրա պիղծ հաց մատուցանելով, բայց դուք ասում եք, մենք ինչով ենք քեզ պղծում, ձեր ասելով, թե Տիրոջ սեղանը անարգված է։ Ապա երբ որ կույրը մատուցանում եք զոհելու, վատ չէ։ Կամ երբ որ մատուցանում եք կաղը կամ հիվանդը, վատ չէ։ Նրան մեկ քո իշխանին մատուցրու, արդյոք քեզ կհավանե կամ քեզ կընդունե, ասում է զորած Տերը։ Եվ արդ աղոթք արեք Աստծո դիմացը, որ մեզ ողորմե։ Ձեր ձեռքիցն եղավ այս։ Միթե ձեզ կընդունե, ասում է զորած Տերը։ Ով էլ կա ձեզանում, որ դռները ձրի փագե։ Դուք սեղանս էլ չեք լուսավորում ձրի։ Ես ձեզ չեմ հավանում, ասում է զորած Տերը։ Եվ ընծա չեմ ընդունում ձեր ձեռքիցը, որովհետև արեգակի ելքիցը մինչև նրա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենտեղ իմ անվանը խունկ և սուրբ ընծա է մատուցվում, որովհետև մեծ է իմ անունը ազգերի մեջ, ասում է զորած Տերը։ Բայց դուք պղծում եք նրան, ձեր ասելով, թե Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը, այսինքն ուտեստը անարգված է, և ասում եք, ահա ինչ աշխատություն է, և փչում եք նրա վրա, ասում է զորած Տերը, և բերում եք հափշտակվածն ու կաղը, և հիվանդը, այսպես եք բերում ընծան։ Միթե ես կընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տերը։ Եվ անիծյալ լինի խաբողը, որ իր հոտի մեջ որցը լինելով ուխտ է անում և խանգարված է զոհում Տիրոջը, որովհետև ես մեծ թագավոր եմ, ասում է զորած Տերը, և իմ անունը ահարկու է ազգերի մեջ։ Գիրք Մաղաքիա գլուխ երկրորդ Եվ արդ ձեզ համար է այս պատվերը, ով քահանաներ։ Եթե չլսեք և ուշադրություն չանեք, որ իմ անվանը պատիվ տաք, ասում է զորած Տերը, այն ժամանակ ես ձեր մեջը կուղարկեմ անեծքը և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ նրանց, որ դուք ուշ չեք դարձնում։ Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը, և աղբ պիտի ցրվեմ ձեր երեսի վրա, ձեր տոների աղբը, և ձեզ իր մոտը պիտի տանե։ Եվ դուք կիմանաք, թե ես եմ ուղարկել ձեզ դեմ այս պատվերը, որպիսի իմ ուխտը լինի Ղևիի հետ, ասում է զորած Տերը։ Իմ ուխտը նրա հետ էր իբրև կյանք և խաղաղություն, և ես տվի նրան իբրև երկյուղ, որ նա վախենա ինձանից, և նա իմ անունի երեսիցս սարսափում էր։ Ճշմարտության օրենք կար նրա բերանումը, և անիրավություն չէր գտնվում նրա շրթունքներումը։ Խաղաղությամբ ու ուղղությամբ էր վարվում ինձ հետ, և շատերին դարձնում էր անօրենությունից, որովհետև քահանայի շրթունքները պետք է գիտություն պահեն և օրենք կփնտրեն նրա բերանիցը, որովհետև նա զորած Տիրոջ դեսպանն է։ Բայց դուք խոտորել եք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրենքի մեջ։ Դուք քանդեցիք Ղևիի ուխտը, ասում է զորած Տերը։ Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգված ու նվաստացված բոլոր ժողովրդի մոտ, ինչպես որ դուք չեք պահում իմ ճանապարհները, և երեսպաշտություն եք անում օրենքի մեջ։ Միթե մեր ամենքի հայրը մեկը չէ, միթե մեկ Աստված չէ ստեղծել մեզ։ Ինչու համար է ուրեմն նենգություն անում ամեն մարտիր եղբորը, որ քանդե մեր հայրերի ուխտը։ Հուդան նենգություն արավ, և պղծություն գործվեցավ Իսրայելի ու Երուսաղեմի մեջ, որովհետև Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր, և ամուսին եղավ օտար Աստծու աղջկան։ Տերը բնաջինջ է անելու այն մարդին, որ անում է այս, արթունին և պատասխանողին,
Հակոբի վրաններից է, և զորած Տիրոջը ընծամատուցանողին։ Եվ երկրորդ, սա եք անում. ծածկում եք արտասուքով Տիրոջ սեղանը, լացով ու ողբով, որ նա այլևս չէ նայում ընծային և հաճությամբ չէ ընդունում ձեր ձեռքիցը։ Բայց դուք ասում եք. ինչու համար։ Նրա համար, որ Տերը վկայում է քո և քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել։ Սակայն նա քո ընկերն է և քո ուխտի կինը, և այն մեկն էլ չարավ, որ հոգիի առատություն ուներ։ Եվ ինչ էր փնտրում այն մեկը։ Աստծո սերունդ։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերի մասին, և երիտասարդությանդ կնոջը հետ անհավատարիմ մի լինիր, որովհետև ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայելի Տեր Աստվածը, և նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է զորած Տերը։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերի մասին, և անհավատարիմ մի լինեք։ Դուք ձանձրացնում եք Տիրոջը ձեր խոսքերովը, բայց դուք ասում եք. ինչով ենք ձանձրացնում։ Ձեր ասելով, թե ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին, և ինքը հավանում է նրանց, կամ թե ուր է դատաստանի Աստվածը։ Գիրք Մաղաքիա գլուխ 3։ Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին, և հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք։ Ահա նա գալիս է, ասում է զորած Տերը։ Եվ ով է նրա գալու օրը տանողը, և ով է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակին պես է և թափիչների օճառին պես։ Եվ նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող, և մաքրելու է Ղևիի որդկանցը և զտելու է նրանց ոսկիի և արծաթի պես։ Եվ նրանք կլինեն արդարությամբ ընծամատուցանողներ Տիրոջ համար։ Եվ ընդունելի կլինի Տիրոջը Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախնի տարիներին։ Եվ ես կմոտենամ ձեզ դատաստանի համար, և ես ժիր վկա կլինեմ կախարդների ու շնացողների և սուտ երդում անողների դեմ։ Նաև վարձկանի վարձը որբևայրին և որբին զրկողներին և օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է զորած Տերը։ Որովհետև ես Տերս չեմ փոփոխվիլ, և դուք, ով Հակոբի որդիք, չեք սպառվիլ։ Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ պատվերներիցը, և նրանց չեք պահել։ Ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ, ասում է զորած Տերը։ Բայց դուք ասում եք. ինչ բանում ետ դառնանք։ Միթե մարդ Աստված կխաբե, որ դուք ինձ խաբում եք։ Բայց դուք ասում եք. ինչ բանում ենք քեզ խաբում։ Տասանորդումը և ընծայումը։ Անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ։ Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, և ինձ մեկ փորձեցեք սրանով, ասում է զորած Տերը, թե արդյոք չեմ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի։ Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չափականե ձեզ համար երկրի արդյունքը, և ձեզ համար անպտուղ չլինի որդը այգումը, ասում է զորած Տերը։ Եվ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետև դուք պիտի ցանկալի երկիր լինեք, ասում է զորած Տերը։ Ձեր խոսքերը ծանր են ինձ դեմ, ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. մենք ինչ ենք խոսում քեզ դեմ։ Դուք ասում եք. դարտակ է Աստծո ծառայելը, և ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք, և սուգով վարվեցանք զորած Տիրոջ առաջին։ Եվ հիմա մենք երանում ենք գոռոզներին, և բարեշենել են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն էլ փորձում են և պրծնում։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, և Տերը ականջ դրավ ու լսեց, և հիշատակի գիրք գրվեցավ նրա առաջին Տերից վախեցողների համար, և նրա անունը պատվական համարողների համար։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է զորած Տերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, և ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդիին կխնայե, որ ծառայում է իրան։ Եվ դուք ետ կդառնաք և կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծո ծառայություն անողին և ծառայություն չանողին տարբերությունը։ Գիրք Մաղաքիա գլուխ 4։ Որովհետև ահա գալիս է այն օրը,
որ վառված է թոնիրի պես, և բոլոր գոռոզներն ու չարագործները հարդի պես են լինելու։ Եվ նրանց պետք է այրե այն եկող օրը, ասում է Զորաց Տերը, որ նրանց համար արմատ և ոստ պիտի չթողե։ Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա, և դուք դուրս պիտի գաք ու ոստնեք գոմի պարարտ որդերի պես, և պիտի կող տաք ամբարիշտներին, որովհետև նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ այն օրը, որ ես կանեմ, ասում է Զորաց Տերը։ Հիշեցեք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ նրան պատվիրեցի Քորեբի վրա բոլոր Իսրայելի մասին, կանոններ և իրավունքներ։ Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ, և նա պիտի դարձնե հայրերի սիրտը դեպի որդիքը, և որդկանց սիրտը դեպի իրանց հայրերը, որ միգուցե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով։